Շատերին արդեն հայտնի է, որ դերասան Գոռ Հակոբյանը դիմել է Համայն Հայությանը օգնության խնդրանքով իր որդու՝ Ֆելիքսի բուժման համար։ Երեխայի մոտ հայտնաբերվել էր ծանր հիվանդություն՝ Յուինգի սարկոմա։ Լուրը մեծ ցավով է ընդունվել հանրության կողմից։ Հայտնիներից շատերն արձագանքել են իրենց սոցիալական էջերում, տարածելով դրամահավաքի վերաբերյալ տեղեկատվությունը և կոչ անել միանալ օգնությանը։ Նազենի Հովհաննիսյանն առաջիններից էր, ով կիսվել էր Գոռի հրապարակմամբ և գրառմանքից գրել. «Մեր Գոռն է, խոնարհ, համեստ ու աշխատող։ Ձագուկի մոտ ամենածանր խնդիրն է. մենք միասին կարող ենք օգնել։ Գոռ ջան, եղբայր ջան, Աստված առաջ, պինդ մնացեք»։ Գրիգոր Դանիելյանը գրել է. «Ժողովուրդ ջան, խնդրում եմ միանալ դրամահավաքին և տարածել, որ հնարավորինս շուտ կարողանանք հասնել դրական արդյունքի։ Խնդրում եմ իմ հետևորդներին միանալ դրամահավաքին և տարածել, որպեսզի կարողանանք միասին օգնել», գրել է Մարինկա Խաչատրյանը։ Հռիփսիմե Եղոյանի գրառումն այսպիսինն էր. «Ընկերներ ջան, ունենք բոլորիդ օգնության կարիքը։ Մեր միջոցները չեն բավարարում, որպեսզի արագ կարողանանք հասնել արդյունքի։ Ուստի խնդրում ենք միանալ դրամահավաքին և տարածել տեսանյութը, որպեսզի բարի մարդիկ միանան մեզ»։ Դիանա Հարությունյանը գրել է. «Վստահ եմ, որ Աստված բարեգութ է ու կբժշկի։ Կյանքում ոչ ոքս ապահովագրված չենք, սիրելիներս։ Տարածում ենք անխտիր։ Գոռ ջան, վստահ եմ ամեն ինչ լավ է լինելու։ Աստված մեծ է, մենք ձեզ հետ ենք», գրել է Վիկա Մարտիրոսյանը։ Ավելի քան երբևէ մեր ընկերներն ու սիրելի ընտանիքն այս պահին ունեն յուրաքանչյուրիս օգնության կարիքը։ Անահիտ Մանուկյան։ Եվ այսպես բազմաթիվ հայտնիներ արձագանքել են այս ցավալի լուրին։ Շարքը երկար է, իսկ ցավը բոլորի սրտում։ Դիտեք Star News-ի կողմից առանձնացրած մյուս հոլովակներն առանց մեկնաբանության։ Ժողովուրդ ջան, ողջույն։ Նախորդ ստորիների հետ կապված շատ եք հարցեր ուղղում, ասեմ, որ Ամերիկայի լինկի հետ կապված դեռ քանի որ հաստատված չի, դեռ Ամերիկայի լինկով չեք կարողանա մտնել ու փոխանցումները կատարել GoFund-ով, բայց MoneyTan միջոցով կարող եք ուղարկել ու բացի այդ կարող եք հետևել Գոռ Հակոբյանի էջին, ինքը անընդմեջ թարմացումներ կանի ու միանգամից հենց իր էջով կտեղեկանաք այն բոլոր նորություններին, որ ինքը կտեղադրի, այնպես որ հետևեք Գոռի էջին։ Ես էլ իմ կողմից բոլորին խնդրեմ, որ յուրաքանչյուրս մեր օգնությունը ցուցաբերենք եւ ֆինանսապես եւ մեր աղոթքներով ու վստահաբար ամեն բան շատ լավ է լինելու։ Ես ուզում եմ, որ Աստված հնարավորինս շուտ այս ամենը անցկացնի, միանշանակ ամեն ինչ անցնելու է, բայց ուզում եմ աղոթել, որ ամեն բան արագ։ Այսօր մեր Գոռը հայտարարեց դրամահավաք Ֆելոյի համար, Ֆելոյի բուժման համար, եւ հենց մենք գցեցինք արդեն վիդեոն, ինչ շատ մարդիկ գրում են աշխարհի տարբեր ծայրերից, հիմնականում Լոս Անջելեսից, ոնց կարող ենք փոխանցել գումարը։ Մենք բացել ենք GoFundMe եւ լինքը այս պահին ռիվյուի տակ է։ Ինձ թվում է մոտ 1 օրվա ընթացքում կբացվի եւ ես անպայման կտեղադրեմ, բայց ամենայն դեպս ուզում եմ շատ շնորհակալություն հայտնել բոլորին, որ այս պահին բոլորդ մեր կողքին եք։ Սիրելի ընկերներ, Միացյալ Նահանգներից MoneyTan տնօրինությունը նոր տեղեկացրեց եւ փոխանցեց, որ կարող եք MoneyTan-ից փոխանցումներ կատարել Գոռ Հակոբյանի անունով ամբողջովին անվճար, առանց պահումների։ Նրանք իրենց աջակցությունը արդեն արել են, փոխանցել են եւ ես ուզում եմ տեղեկացնել, որ Միացյալ Նահանգներում եթե կան մարդիկ, ովքեր ցանկություն ունեն աջակցելու մեր ընկերոջը, առանց պահումների կարող եք MoneyTan-ից փոխանցումներ կատարել։ Շնորհակալություն։ Խառը ու բավականին ուշ տեսա Հակոբյան Գոռի տեսանյութը, կապված իրականում ես չգիտեի, երեք գիշեր եմ իմացել, շատ էի նման ու սենց կասեմ, թե Գոռը, թե մեր կարգի բոլոր մարդիկ, մենք աշխատող մարդիկ ենք ու
թվացյալ մեզ մոտ երբ որ լինում է ինչ-որ դժվարություն լուծելի է, բայց գորի ընտանիքում նենց բարդ իրավիճակը ու նենց մեծ ֆինանսների մասն է խոսքը գնում, որ զուտ աշխատող մարդու են, որ ասում է, համար դա բավարար չի։ Իրականում շատ բարդ վիճակ է, խոսքը որտեղ երբ որ խոսքը գնում է երեխայի մասին, դա արդեն շատ հատուկ է, ու այո, շատ հրաշալի կլինի, որ այդ գումարը հավաքվի ամբողջովին, ու հրաշալի կլինի, որ ամենակարևորը այդ ամեն ինչը բարեհաջող ավարտ ունենա։ Թող Տիրոջ օրհնությունը լինի Ֆելիքսի ու ընդհանրապես Գորենց ընտանիքի հետ։ Վստահ եմ 100% լավ է լինելու, վստահ եմ ամեն ինչ հաջողվելու, վստահ եմ, որ մենք բոլորս ասում կպնելու ենք ու օգնելու ենք Գոր Հակոբյանների ընտանիքին։ Ողջույն բոլորին, ես Գոր Հակոբյանն եմ։ Ուզում եմ պատմել ձեզ, թե ինչ է կատարվում ինձ հետ եւ ինչ եմ ես пассив ընդհանրապես համացանցում։ Ցավոք դարի հիվանդությունը նաեւ ներխուժել է իմ ընտանիք։ Որդուս Ֆելիքսի մոտ 1 ամիս առաջ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող Ewing-ի սարկոմա, որը րոպե առաջ անհապաղ պետք է բուժել Գերմանիայի Մյունխեն քաղաքում։ Վերջին 1 ամսվա ընթացքում, երբ մենք հայտնաբերել ենք դիագնոզը, արել ենք բազմաթիվ հետազոտություններ Մոսկվայում եւ Երևանում, ու ցավոք դիագնոզը հաստատվել է։ Իմ եւ ընկերներիս դրամական միջոցները, իմ դրամական միջոցներն ու ընկերներիս մեծ աջակցությունը ցավոք չի բավականացնում նման կարգի լուրջ բուժման համար, ու ես, ինչքան էլ ինձ համար դա անցանկալի է, բայց հայտարարում եմ դրամահավաք։ Խնդրում եմ իմ բոլոր ընկերներին, խնդրում եմ ծանոթ եւ անծանոթ մարդկանց կատարել ձեր դրամական փոխանցումները, որպեսզի ես րոպե առաջ կարողանամ տղայիս հասցնել Գերմանիա։ Բոլոր այն ունեցվածքը, այսպես կարելի ասել, որը որ ես տարիներ շարունակ հալալ քրտինքով աշխատել եւ ստեղծել եմ, հավաց է վաճառքի։ Բայց քանի որ մենք ունենք ընդամենը 5-ից 7 օր ժամանակ մինչ մեկնելը, ես չեմ հասցնի այդ ամեն ինչը վաճառեմ, դրա համար դիմում եմ ձեր օգնությանը։ Բոլոր հաշվի համարները նշված են ներքևում, դրամային, դոլարային հաշվի համարներ, քարտից քարտ ուղղակի փոխանցում Հայաստանի տարածքում։ Նաև կարող եք կատարել փոխանցումներ GoFundMe-ով ԱՄՆ-ից, Լոս Անջելեսում բնակվող մեր հայրենակիցները, ու ես ուզում եմ հայտնել իմ շնորհակալությունը ձեզ։ Աստված թող բոլոր բարիքներին պահապան լինի։ Սիրելի հետևորդներ, մեր դրամահավաքն ամբողջ թափով շարունակվում է, այս պահը ու ամենասկզբի պահը ակտիվության տեսանկյունից իրար ընդհանրապես չեն զիջում։ Եթե այսպես շարունակվի, մենք մոտակա օրերը կկարողանանք արդեն մեկնել Մյունխեն։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, շարունակենք նույն տեմպով, Աստված բոլորիս պահապան։ Ժողովուրդ ջան, մեր դրամահավաքը նույն թափով շարունակվում է։ Ես գիտեի, որ մեր ազգը համախմբված է, բայց որ նեղ պահին մարդու նեղ իրավիճակում ուղղակի այսքան մարդ կարող է կանգնել իր կողքին, այսքան հայ կարող է կանգնել իր կողքին, այդ մեկը իմ համար բացահայտում էր։ Ինչքան է տարաձայնություններ ունենանք մեկս մյուսից նկատմամբ, ինչքան իրար սիրենք, ինչքան չսիրենք, բայց նեղ իրավիճակում մենք անկրկնելի ենք։ Մենք չեմ խոսում մենակ փոխանցվող գումարների մասին, որ րոպեն մեկ գալիս են, վայրկյանը մեկ գալիս են։ Ես նաև ուզում եմ ասել այն, որ ուղղակի իմ հեռախոսի համարը գտնում, մարդիկ գալիս են մեր տան դիմաց կանգնում են, ինձ դուրս են կանչում, ուղղակի փող են տալիս, գնում են անծանոթ մարդիկ։ Ես չգիտեմ դա ինչ դաստիարակություն է։ Մենք անկրկնելի ենք։ Ես երախտապարտ եմ բոլորիդ, ամեն մի լումայի համար։